Նյարդերս խնայելու համար, իհարկե, անցած շաբաթվա Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչյանի հարցազրույցները սկզբից մինչև վերջ չլսեցի։ Դա այնքան անտանելի կլիներ ինձ համար, որքան Նիկոլի ասուլիսներից մեկը լսելը, քանի որ իրենց մակերեսային անկապ բեճերից բացի էապես ոչ մի տարբերություն չկա նրանց միջև։ Երեքն էլ ջհուդի փեսա ու Կրեմլի կամակատար ԼՏՊ-ի գործի շարունակողն են։ Սակայն որպես քաղաքական գործիչ լսեցի կտոր-կտոր արած կարևոր մասերը եւ բնականաբար ոչ մի նորություն չիմացա։ Նրանք երկուսն են շարունակում են պնդել նույն դավաճանական թեզը, որ 2020 թվականի 44-օրյա դավադիր պատերազմի մեր պարտությունը իբր անխուսափելի էր, եւ Փաշինյանին մեղադրում են ոչ թե մեր բանակը ու պետությունը միտումնավոր ու դավաճանաբար պարտության տանելու համար, այլ նրա համար, որ ինչու ավելի շուտ չդադարեցրեց պատերազմը, որն իհարկե նշանակում է ինչու ավելի շուտ չհանձնվեց։ Ինչպես բազմիցս ասել եմ, ներկայիս նեո-բոլշևիկները շատ ավելի խաբուսիկ են, քան իրենց բոլշևիկ պապերը, քանի որ բոլշևիկները գոնե բացահայտ ապազգային են, իսկ իրենց ժառանգները ավելի թաքնված են ու հանդես են գալիս ազգային մորթիով։ Նրանք կարծում են, որ նոյեմբերի 9-ը լավ համաձայնագիր է, որովհետև այն իբր ռուսների կողմից ապահովում էր Արցախի անվտանգությունը։ Դա իհարկե աբսուրդ պետք է համարվի ամեն պատմություն իմացող մարդու համար։ Այս զավեշտալի պնդումը հակասում է իրականությանը, քանի որ մենք հենց նոյեմբերի 9-ից կորցրինք Արցախը, այն պարզ պատճառով, որ Հայաստանի զինված ուժերը այլևս չէր պաշտպանում արցախցիների անվտանգությունը։ Վերջին 34 տարվա 4 նեոբոլշևիկ ղեկավարները իրենց տարբեր ձևերով ու դիվանագիտական բարբաջանքով իրականում առաջ են տանում ռուս-թուրք սիոնիստական օրակարգը եւ անուղղակիորեն քարոզում են նույն պարզ միտքը, որ հայ ազգը թույլ է, չի կարող հաղթել եւ դատապարտված է մնալ ստրկական վիճակում։ Կարճ ու կոնկրետ, սրանք բոլորը շատ խորամանկորեն ու նենգորեն շարունակում են իրենց դավաճանություն ու հակահայկական քաղաքականությունը, մեր ազգի մեջ սերմանելով պարտվողականություն ու թշնամուն հնազանդվելու իրենց նուրբ արվեստը։ Բոլորը պետք է մի օր մեր ամբողջ ազգի առջև դատվեն Արցախը եւ իր հերթին ամբողջ Հայաստանը դավաճանելու ու ծախելու համար։